Բարև ձեզ, պատճառը պարզ է, ինչու է Բաքուն նավսում հայ-հնդկական գործակցությունը եւ կոչ անում Դելին ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում։ Եթե հիշում եք, այդպիսի մի կոչ էլ Փարիզին էր հնչել, թե հայերին եք պաշտպանում։ Լավ նշան է, կոչերի տրամաչափը մեծանում է, հաջորդը հավանաբար Վաշինգտոնը կլինի։ Բայց ձեզ զինող Իսրայելի կոչն ով է անելու, որ տեր կանգնեց Հնդկաստանի գործողություններին, ընդդեմ ձեր պաշտպանած Պակիստանի, թե դա կրակի հետ խաղ կլիներ։ Իրականում Բաքվի աջակցած երկիրը ծնկի եկավ ոչ միայն հնդկական զինանոցի առջև, որից նաև Հայաստան է գալիս։ Պակիստանը ծնկեց ջրի սովի սարսափից, երբ հնդիկները փակեցին այդ երկրի համար գոյապահպան հոսքային ահռելի ջրամբարից, առանց որի Պակիստանին հումանիտար աղետ է սպառնում։ Հայաստանում շահգործման է հանձնվել Վեդի ջրամբարը, Ֆրանսիայի որոշիչ մասնակցությամբ։ Մի քիչ սպասեք, գարունը հորդառատ է, որպեսզի տեսնեք հայկական ամենամեծ ջրամբարն իր ամբողջ ծավալով ու նշանակությամբ, ինչպիսին հնդկականն է, Պակիստանի սահմանին։ Այնպես որ Հնդկաստանից ճիշտ է ոչ միայն զենք ու զինտեխնիկա ձեռք բերելը, հնդկական ջրամբարի նույն փականից այդ բառի ուղիղ ռազմական իմաստով հայկական ջրամբարներին է պետք, որովհետև Հայաստանից հենց այնպես հեռացող ջրի 70% կորուստն այլևս աններելի է։ Ու երբեք մի մոռացեք, նավթի գնի հետ ինչ ասես կարող է լինել։ Բաքվում գիտեն այդ ապոկալիպսիսի մասին։ Ջրի հետ դա ոչ ոք չի կարող անել, անգամ դոլարի սեփականատեր Թրամփը, որ հիմա աշխարհի փողերն է հաշվում։ Հաջողություն։